Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի անդրադառնում ենք կարևոր թեմաներին, այսօր ավանդույթը մի փոքր խախտելով, մի փոքր ավելի ուշ ենք ուղիղ եթերում, 1 ժամ տարբերությամբ, բայց ասելիքը շատ է եւ կխնդրեմ մի քանի թեմաների անդրադառնանք եւ այսպես 3 նորընտիր ազգային ժողովի անդրանիկ նիստներ եւ ըստ էության մենք մի խայտարակության ականատեսը եղանք, առաջին անգամ վեհափառ Հայրապետի օրհնությունը չստացան ազգային ժողովը եւ իհարկե մենք բոլորս Հայաստանի Հանրապետության գլխավոր ամբիոնից, բայց երեկոյան ընդդիմադիրները Մայրաթոռում հանդիպեցին վեհափառ հորը եւ ստացան նրա օրհնությունը։ Կխնդրեմ առաջին նիստի այս թեմայից սկսենք։ Նախ ուշացման պատճառը դուք եք, ես չեմ, ես արձանագրենք, ես այդ առումով պարտաճանաչում։ Ինձանից առաջ եթեր կար։ Հիմա ինչ վերաբերում է նորընտիր ազգային ժողովին։ Վեհափառ Հայրապետին պետք է հրավիրել, դա սահմանադրական օրենքով է, ԱԺ կանոնակարգով կարգավորված է, իրեն հրավիրում են եւ վեհափառ Հայրապետը եւ հանրապետության նախագահը խոսք ունեն ասելու։ Մեկը աշխարհիկ օրհնություն է տալիս նախագահը, մյուսը հոգեվոր։ Հիմա վեհափառ Հայրապետին չեն հրավիրել։ Ես ուզում եմ տարիքով ամենատարեց անձը, որը իրավունք ուներ բացելու ազգային ժողովի նոր նստաշրջանը, Հարուն Հասանովը ավելի կոռեկտ լինի, ես տարիքը հարգում եմ եւ ինձ թույլ չեմ տա խիստ որակումներ տալ այդ անձի գնահատականներին վեհափառ Հայրապետի հետ կապված, թե ինչու չի եկել։ Եթե երկրորդ անգամ սույն անձը իրեն թույլ տա անպարկեշտ ուրիշ տեղով մտածած մտքեր արտահայտի, անձամբ ես հրապարակավ այդ անձին կասեմ, որը որից հետո է։ Ես տոնից եմ կրկնում, տարիքը մարդուն իմաստություն ու փորձառություն է տալիս։ Այդ անձը տարական բաները չի հասկանում, եթե չգիտի ավելի լավ է լուր մնա։ Սովորաբար ոչ խելացի մտքերը ավելի լավ է չարտահայտել, քան դուրս տալ։ Սա ինչ վերաբերում է այդ անձին։ Խոսեմ կասեմ պարոն Նահապետյանը ազգային խտրականության հողի վրա Ես ժողովրդին շատ եմ հարգում, որի ներկայացուցիչն է պարոն Հասանովը։ Իրեն ավելի կոռեկտ բայ է եւ մտածված խոսի։ Հիմա ինչ վերաբերում է վեհափառ Հայրապետին չհրավիրել, ակնհայտ էր, որ չէին էլ հրավիրելու։ Այստեղ խնդիրը հետեւյալն է։ Օրվա իշխանությունները իրենց վերադասների հանձնարարությամբ պատերազմ են հայտարարել եւ գտնում են ռազմական գործողությունների թաթերաբեմում եկեղեցու հետ կապված։ Եվ եկեղեցու թիվ 1 թիրախը մեր հոգևոր առաջնորդն է նորին Սուրբ Օծյուն Տեր Գարեգին II-ը։ Եվ ակնհայտ է, որ չեն հրավիրել, ինչի մասն է խոսքը։ Երբ քրեական գործեր են հարուցում, եթե չեմ սխալվում, ամսի 7-ին առաջին դատական նիստն է վեհափառ Հայրապետի 6 եպիսկոպոսների Էջմիածնում ժամը 4-ին։ Ուզում ասել, որ Այստեղ ուղղակի ես արձագանքեմ մի ոմն անձի, որը առանձնապես անկենսագիր անձնավորություն է, ինձ համար մարդկանց գնահատման 2 չափորոշիչ կա, արագ ճանաչելու։ Նաև խորհուրդ եմ տալիս ինձ լսողներին, կատարած գործերը եւ տված խոսքերը պահելը, այսինքն այդ խոսքերը անելը։ Եվ կյանքում ինչ գործարել, այսինքն ինչ կենսագրություն, ուրեմն այդ անկենսագրության մարդկանցից մեկն էլ վեհափառ Հայրապետին Կտրիչ Ներսյանն ասում։ Նախ Կտրիչ Ներսյան անուն ազգանով չկա, Գարեգին B. Սա սկսենք անձնագրում։ Երկրորդ, այն որ Փաշինյանը, իր զուգընկերը, ազգային ժողովի շատ քպայական падգամավորներ, կառավարության անդամներ գնում էին Էջմիածին, հանդիպում էին, ծնունդ էին նշում, միջոցառումներ էին անում։ Վեհափառ Հայրապետի հետ այդ ժամանակ վեհափառ Հայրապետը վեհափառ Հայրապետ էր։ Այո, իսկ պարզում է, որ հիմա վեհափառ Հայրապետ չի։ Այսպես մտածեց նաև Հուդան, երբ ուրացավ։ Այս անձին կուրանում են։ Այն ժամանակ պետք էր ճանաչում են, հիմա պետք չի չեն ճանաչում։ Նորից եմ ասում, Հուդայի ճակատագիրը բոլորի աչքի առաջ թող լինի։ Այդ լավագույն տարբերակն է։
Հիմա ինչ վերաբերվում է այդ ազգային ժողովի բացմանը։ Կարծում եմ մի քայլ արվեց, որտեղ եւ քաղաքապայմանագրի պատգամավորները եւ նախկին եւ ներկա վարչապետի պարտականությունը կատարող անձը եւ իր քաղաքապայմանագրի վարչության անդամները իրենց շատ վատ զգացին, առավել քան վատ։ Էդգար Ղազարյանը պատգամավոր անուղակի թեուղակի ստիպեց բոլոր նրանց, ովքեր որ Արցախը վաղուց մոռացել էին, մեր զոհվածներին մոռացել էին, մեր հայրենիքի կորստի մասին մոռացել էին, մեր քույրերի, մայրերի, դուստրերի ցավը մոռացել էին, Էդգար Ղազարյանը հիշեցրեց։ Կարծում եմ այդ ազգային ժողովը կմտնի պատմության մեջ Էդգար Ղազարյանի 1 րոպե լրությամբ հարգել հիշատակը խոսքով։ Ես կարծում եմ այդ ժամանակ շատ անձանց մոտ սրտի աշխատանքը առնվազն 2 անգամ արագացել է կամ 2 անգամ պակասել է եւ այլայլված են եղել, չեն կարողացել ոչինչ անել։ Ի պատիվ Ռուբեն Ռուբինյանի, որը ոտքով հուշում էր այն անձին, որը հասկանում է միայն ոտքի լեզուն, որ պետք է ոտքի կանգնել։ Ապրես Ռուբինյան, այդ առումով դրական է քո կեցվածքը։ Սա մարդկային որոշակի նկարագրի մասին է խոսում, ըստիս։ Ափսոս այդ ոտքի կանգնելու ժամանակ շատերի դեմքը տեսախցիկները մոտիկից չեն վերցրել, թե չէ հետաքրքիր յուրաքանչյուրի դեմքը ինչ որ բաներ կուշեր։ Բայց այնպես չէ, բոլոր քպականները շուտ դժգոհություններ էին արտահայտում։ Ես այդ եմ ասում եւ ընդ որում այստեղ ԿՊ-ն երբ որ կանգնեց, սա առաջին հերթին Ռուբեն Ռուբինյանի շնորհիվ, իդեպ ասեմ։ Սա արձանագրենք, չէ, առանց որևէ բանի։ Եթե Ռուբենյանը չկանգներ, վստահաբար ձեզ ասում եմ, ԿՊ-ն չէր կանգնելու։ Դե հիմա մի քանի մեջբերում անեմ երեկվա Ռուբինյանի խոսքից, եթե դեմ չեք, գիտեք, որ ազգային լավին կներեք, լավին լավ ենք ասում, վատին վատ ենք Հիմա ասում։ տեսեք, այս լավանողը ինչ է երեք ասում, ազգային ժողովի նախագահի տեխնացու է։ Այժմ եկել է լավ ապրելու ժամանակը, խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաներ ունենալու եւ մեծացնելու ժամանակը։ Իմ գրեթե 2-ամյա տղան պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել եւ ես անելու եմ ամեն ինչ, որ իմ ու ձեր բոլորիս երեխաները չիմանան ու չտեսնեն ինչ է պատերազմը։ Լավ բան ասում։ Ահա, բայց երեք նաև խոսում էր, որ 18 տարեկանում ինքը 18 տարեկանը դիմավորել է առանց հայրիկի, բայց այսօր Ագնես Ախամյանը լավ հիշեցրեց, որ ձեր իշխանության շնորհիվ եւ ձեր իշխանության պատճառով շատ երիտասարդներ այդպես է 18 տարեկան մնացին եւ շատ երիտասարդներ, երեխաներ առանց հայրեր են մեծանում այսօր։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ագնես Ախամյանը եւս ճիշտ է ասում։ Չէ, այն որ անբնական բան է, որ մարդը պատերազմ ուզի, մարդը կորուստ ուզի, ցավ, ողջ, վիշտ։ Իդեպ ասեմ ամենաշատը պատերազմ չեն ուզում զինվորականները, որովհետև այդ ամեն ինչը մեր աչքերի առաջով, մեր բոլոր զգաններով մենք ապրել ենք, անցել ենք։ Մենք իսկապես չենք ուզում պատերազմ։ Բայց եթե մեզ պարտադրում են ավելին, այդ ժամանակ այլընտրանք չի մնում։ Ինչ որ Ռուբինյանը ասում է, ճիշտ է ասում։ Խաղաղության հետ կապված ճիշտ է ասում, մեզ պետք է խաղաղություն, բայց խաղաղություն կա, խաղաղություն էլ կա, ստրկություն է։ Դրանք տարբեր բաներ են։ Օրինակ ստրուկները մի ժամանակ ստրկատիրական համակարգում նրանք էլ էին խաղաղ ապրում։ Շղթաներով աշխատում էին, ամուսնանում էին, իրենց զավակը իրենցը չէր, ստրկատիրոշներ ունեն շատ տարական իրավունքներ, ասենք սնվելու, ամիսը մի անգամ սեռական հարաբերություն ունենալու, արտակնոց գնալու եւ ասենք օրը 16-18 ժամ աշխատելու, իրավունքները ինչ վատ իրավունք, խաղ էին, այդ մարդիկ պատերազմի մեջ չէին։ Եթե անհնազանդություններ էլ կպատժվեին, դա էլ ընդունված կանոնները։ Հստրուկներն են վատ, ինչ վատ են ապրել, որ խաղ են ապրել, պատերազմ չեղել, զենք չեղել, կորուստ չեղել։ Եթե չեն ապստամբել, ասենք Սպարտակի նման։ Սպարտակը ապստամբեց, զոհեր եղան։ Հիմա մեզ խաղաղություն չեն պարտադրում, մեզ պարտադրում են այլ պետությունների կամքը, որը մեր ներկայի եւ ապագայի համար
լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Խնդիրը սա է։ Ռուբեն Ռուբինյանը նոր հեծանիվ չի հորինում խաղաղության վերաբերյալ, երբ մտքեր է արտահայտում։ Այո, մենք էլ ենք ուզում մեր երեխաները, զավակները, թոռները խաղաղ պայմաններում ապրեն։ Բայց ինչպես ասում են ժամանակին մտածողներից մեկը, մարդկության օրոցը օրել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմները։ Պատերազմները մրցակցության ձև են մարդկության զարգացման առաջ գնալու համար։ Առանց մրցակցության, իսկ մրցակցությունը հաճախ լինում է կոշտ գետնի վրա, որի անունը պատերազմ կամ ռազմական բախում։ Հիմա ինչ է գնում երկիր մոլորակի վրա, ազդեցության տարածքներ են, չէ, բաժանում։ Նոր վերաբաժանում է 1945 թվականի Պոզդամի կոնֆերանսից հետո հիմա գնում է աշխարհի նոր վերաբաժանման գործընթաց, որը ուղեկցվում է նաև պատերազմներով։ Վերաբաժանման ժամանակ որոշ ժողովուրդներ, պետություններ պարտվում են, կորցնում են, որոշները հաղթում են, շահում են։ Հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրեց ցեղասպանություն եւ հայնազրկում։ Հիմա այս վերաբաժանման գործընթացում մենք եւս կորցնում ենք։ Եվ ավելին ասեմ, մի 2 օր առաջ մի քաղաքում աննախադեպ երկիր մոլորակի վրա մարդկության պատմության մեջ նման բան չի եղել։ Ես ինչու եմ այդ Իսպանիայի Սեուտայի դեպքը բերում էստեղ։ Ես ասում եմ, որ խաղաղությունը նորմալ է, բայց դա խաղաղություն չի, երբ մեզ պարտադրում են։ Օրինակ, միլիոնավոր մարդիկ խաղաղ ապրում են համակենտրոնացման ճամբարներում։ Նորմալ։ Երեխաները ծնողներին նամակ էին գրում։ Օրինակ, նամակի մեջ գրված էր ռուսերենով. «Мама, папа, нас тут хорошо кормят. Мы еще можем сдавать кровь». Այսպիսի խաղաղություն էլ է լինում։ Այսինքն կերակրում են, որ արյունը վերցնեն վիրավոր զինվորներին ներարկելու համար։ Հիմա մեր խաղաղությունը այն ինչ որ հիմա մեզ տալիս են, այն հեքիաթները գունավոր մեզ պատմում են եւ այլն։ Դա խաղաղություն չի։ Իսկ եթե վաղը Հայաստանի Հանրապետության տարածքի կեսը վերցնեն, կամ ռազմական ագրեսիան են, ասում են չի լինում, ինչ երաշխիք չի լինում։ Երաշխիքը ո՞րն է։ Միացյալ Նահանգների խոստումը, Թուրքիայի, Ադրբեջանի խոստումը։ Երբ որ այդ պետությունները կայացել են Ալթայից եկած թուրքական ցեղերը երկիր մոլորակի խաշմերուկում հայկական բարձրավանդակի վրա պետություն են ստեղծել, ինչով։ Այդ ժողովուրդային սիրով դուրս են հրավիրել, եկել են տեղը, թե կռվով, արյունով, խաբելով, թիկունքից հարվածելով, այդ ժողովուրդների էլիտաներին գնելով, ամրոցները խաբելով, դռները բացելով, ո՞նց է եղել այդ ամենը։ Նայեք մարդկության պատմությունը։ Ես ասում եմ, Ռուբեն Ռուբինյանը ճիշտ բան ասում խաղաղություն, բայց այդ խաղաղությունը հիմա մենք փորձում ենք մուրալ, իսկ մեզ մուրացողին խաղաղություն չի տրվում։ Եվ ի վերջո 3 պատերազմ բերած 4 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչն է խոսում ու դեռ սպառնում էին, որ ընդդիմադիրներն են իրական պատերազմ բերողները։ Հիմա մեկ այլ մեջբերում, այո, դուք խոսեցիք տարածքների հնարավոր հանձնումից, երեք նաև նույն Ռուբեն Ռուբինյանին հստակ հարց ուղեցին։ Երաշխավորում եք, որ որպես ազգային ժողովի նախագահի տեխնացու ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում Տիգրանաշենը չեք հանձնելու։ Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29700 քառակուսի կիլոմետր է, եւ դա լիակատար եւ անքննարկելի կարմիր գիծ է։ Մարդը պարզ ասել է Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածք չի։ Ես հաստատում եմ։ Ես ամիսներ առաջ եղել եմ այդ գյուղում։ Ողբալի վիճակ, բնակություն չկա, մի քանի աշակերտ դպրոցում մի հրաշալի 13-14 տարեկան աղջնակի հետ ծանոթացանք, ես Այն հայրենը մի 2 րոպե որ խոսեց, անգամ իմ ուղեկիցներին եւ ինձ, նաեւ լրատվամիջոցների ուղակի զարմացրեց։ Այս ինչպես ասում են, իբր ճանապարհից հեռունկած, բայց բուն իմաստով հենց ճանապարհի խաշմերուկում գտնվող գյուղը փաստորեն լքված վիճակում է։ Ավելին ասեմ ձեզ, դա արդեն քաղ պայմանագրի հետ կապ չունի։ Բոլոր ժամանակներում Տիգրանաշենը այդ տարածքները, շենքերը Մշակովի հողատարածքները երբեք Հայաստանի Հանրապետության տարածք չեն եղել։ Սա արդեն Փաշտյան Նիկոլի գրպանը պետք չի ոչինչ գցել։ Ես ասում եմ այն ինչ կա։ Այդ տարածքը Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեի տարածքում գրանցված չի։ Եվ Ռուբեն Ռուբինյանը հենց դա է ասել։ Տողատակը կարդում ենք։ Այդ 29743-ի մեջ մտնում է Տիգրանաշենը։ Ոչ չի մտնում։ Այսինքն ինքը պատասխանել է, այդ տարածքը մեր տարածքը չի։ Ճիշտ է, առայժմ մենք ենք ապրում, բայց դա հանձնելու ենք։ Ես էլ բացում եմ փակագծեր, ինքը ինչ է ասում։ Այնինչ մերը չի, մենք հանձնելու ենք։
Ռուբեն Ռուբինյանը դա է ասել։ Այդ տարածքը երբեք մեր կադաստրի մեջ չեն մցրել, ցավոք սրտի։ Ստրատեգիական նշանակություն ունեցող գյուղ է։ Հայաստանի Հանրապետությունը երկու մասի է բաժանում այդ տարածքը միջպետական ճանապարհը։ Եվ ինչ կլինի, ասված մի արասե, եթե Տիգրանաշենը իրենք հասնում են, պարոն Աբեցյան, պետք է խնդրեմ բացատրեք ևս մեկ անգամ, եւ ու երբ նույն ասում են իրենք հավասարությամբ այդ վրային դնում Արցվաշենին է։ Չէ, նույնը չի։ Նախ Արցվաշեն եւ Տիգրանաշեն։ Արցվաշենը բավականին խորքում ընկած տարածք է, այո։ Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանի տարածք է։ Այդ տարածքում համարյա հավանականությունը 0 է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ազգությամբ հայերը եւ ոչ միայն կգնան, կբնակվեն Արցվաշենում։ Ինչու՞։ Որտեղ որպեսզի Հայաստանի Հանրապետությունից Արցվաշեն գնաս, ասում ես, ինչպես ասում են շատ տեղերով, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի։ Ճանապարհներ, սարեր, քարեր, լեռներ, անտառներ, հեռու է, Հայաստանից շատ կտրված է։ Եթե Ադրբեջանը մեզ հնարավորություն տա մինչև Արցվաշեն, Հայաստանի Հանրապետությունը ենթակառույցներ ստեղծի այդ գյուղ հասնելու, այդ գյուղը գազով, հոսանքով, ջրով, ամեն ինչով ապահովված լինի եւ կապված լինի Հայաստանի հետ, դա ուրիշ բան է։ Վստահաբար Ադրբեջանը դա չի անի, հետաբար անկլավ կոչված Արցվաշենում հայերը չեն վերադառնա։ Հիմա նայենք ինչ ասել է Տիգրանաշենը։ Իդեպ չիմացողների համար ասեմ, այդ Տիգրանաշենը Տիգրան այն հրամանատարի անունը, որ զոհվեց այդ տարածքները ազատագրելուց։ Հիմա սա ուղղակիորեն միջպետական ճանապարհի վրայի գյուղ է, ոչ թե հարակից տարածք է։ Այդ գյուղի տարածքը է նաև ճանապարհը։ Ավելին ճանապարհից դեպի Հայաստան մյուս կողմը, այսինքն եթե դիմացից նայում ենք, աջ կողմը Տիգրանաշենն է իր սարերով, հետո ճանապարհն է միջպետական եւ հետո ցախ կողմը Հայաստան։ Ավելին ասեմ, այդ Հայաստանի տարածք կոչվածնել է մի մասը Տիգրանաշենի տարածք։ Հիմա եթե այդ տարածքը տրվում է նաեւ ճանապարհը։ Եվ Հայաստանը ուղղակիորեն բաժանվում է երկու մասի։ Այդտեղից հետո հաշվենք ինչ շրջաններ կան, ներառյալ մինչև հասնենք Վայք, Եղեգնաձոր, Սյունիք, այս բոլոր կտրվում է։ Որոշ մտքի գիգանտներ իշխանություններից նախկիններ ասում են, դե մենք նոր ճանապարհ կառուցենք։ Դուք մենակ ասֆալտ եք գցում եւ ասֆալտի վրա փող եք աշխատում։ Ինչ ճանապարհ գցել, վեդիով ճանապարհ, ուր է այդ ճանապարհը։ Բա վաղը եթե ճանապարհը հանձնում եք, օրինակ ինձ հետաքրքիր է Հայաստանի այդ մարզերը, կենտրոնի եւ հյուսի հետ ոնց է կապվելու։ Այսինքն մեր տրանսպորտային միջոցները պիտի գնան ադրբեջանական գյուղի մեջով։ Երկու կողմը ադրբեջանցիներ են, ել չեմ ասում իրենց սահմանապահները կարող են լինել զինված։ Չէ, օրինակ ինձ հետաքրքիր, այսինքն այդտեղ Ադրբեջանը կարող է անցակետ դնել, ասել ես ստուգում եմ։ Մի պահ մտնում եք իմ պետության տարածք, որը Նախիջևանի տարածք է, ստուգում եմ ամեն ինչ։ Տրամաբանական է, տրամաբանական է, սահմանապահ ուղեկալ, մաքսային ծառայություն, հենց այդ ճանապարհի վրա է դնում Ադրբեջանը, ասում ամեն ինչ ստուգում եմ։ Ոնց որ մի ժամանակ Նախիջևանից Ադրբեջան, երբ որ Հայաստանով գնում էին, Սադախլուով, ստուգվում էր, չէ՞, ադրբեջանցիները գնացքը գնում էր, գնացքի ուղևորները, ուղեբեռները ստուգում են, նույն էստեղ է դնելու։ Մաքսային եւ սահմանային, ինչպես նաեւ ֆիտոսանիտարական ծառայություն, 3 ծառայություն էլ դնում է Ադրբեջանը։ Քանի դեռ Հայաստանը շրջանցող ճանապարհ չի ստեղծել վեդիով, իսկ այդ վեդիով ճանապարհը բարև ձեզ կստեղծի էլի։ Սա ինչ վերաբերում է ճանապարհի ստրատեգիական լինելուն։ Վաղտեշ Ադրբեջանը պարտադրելու է Հայաստանին, ներկա իշխանությունները պարտադրված հանձնելու են, թե ինչ կլինի Հայաստանում ներքաղաքական կյանքում եւ այլն չեմ կարող ասել, կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ ուզում այս պահին այդ թեման չի, ենթադրություններով ասել թե ինչ կլինի։ Ստրատեգիական, գերստրատեգիական նշանակություն ունեցող գյուղ եւ տարածք, հարակից տարածքներ։ Չզարմանաք, նորից եմ կրկնում, Ադրբեջանը հենց այդ գյուղի մոտ դնելու է նորից եմ կրկնում 3 ծառայություն։ Եվ Հայաստանից, կենտրոնից, Երևանից դեպի մյուս շրջանները գնացող այդ ծառայությունները ստուգելու են, ադրբեջանական ծառայությունները։ Մաքսակետա դնելու, անցակետա դնելու, բայ իր երկի տարածքով է անցնում։ Այսպես, ես կարծում եմ, որ
Տիգրանաշենը մեր քաղաքական ընդդիմության համար դառնալու է մի փորձակար։ Թե այդ քննությունը ընդդիմությունը ոնց կբռնի չեմ կարող ասել, բայց վստահաբար փորձակարը դառնալու։ Այսքանը։ Նաև մենք տեսանք 300,000 ադրբեջանցիների թեման, 3 քպականը Հասմիկ Հակոբյանը ասում է, ձեր քրտներից ենք բերելու 300,000 ադրբեջանցիների գալով Վահաբեկում էիք հայ ժողովրդին։ Խնդրեմ այս մասով, մենք տեսնում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմը էլ ավելի է սաստկացնում այս պահանջը։ Դե հետո այդ Արուն Ազգանն ասի, ես չեմ ճանաչում։ Ով է դա։ Եվ ինչ։ Հիմա ամեն քպայականի, ինչև է այդ 300,000, օրինակ ես 2018-ին ասել եմ, որ պատերազմ է լինելու մի քանի տարի հետո։ 20-ին պատերազմը եղավ։ ԿՊ-ն ասում էր պատերազմ չկա, Փաշինյան Նիկոլն էլ իր զրոյական կետից էր բանակցում։ Մենք էլ ասում ենք պատերազմ է լինելու, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հիմա ով էր ճիշտ։ Փաշինյան Նիկոլը իր լնգուլ ավազով, թե մենք։ Եթե Ադրբեջանի նախագահ պետական քաղաքականություն է վարում վերադարձնելու ժամանակին Հայաստանում մոտ վերջին տվյալներով 85,985-ի մոտ 80,000 մարդ է եղել, ավել չի եղել, 300,000 են ասում, այդպիսի բան չկա։ Հիմա մարդը ասելով ուզում են գան վերադառնան իրանք իրանց ժառանգներով, մի կես միլիոն, մի միլիոն մարդ։ Ասում է վախացնում եք 300,000-ով։ Իսկ որ պատերազմի մասին ասում ենք, իսկ քաղաքապայմանագրի խմբակցության նախագահ ԱՄՆ-ում հետո դեսպան տիկին Լիլիթ Մակունց ասում էր, եթե կռիվ լինի Թուրքիան ընդհանրապես չի խառնվի։ Ինձ հետաքրքիր կենտրոնական հետախուզական վարչությունից թե մի 6 էին ասել Լիլիթ Մակունցին այդպիսի բան ասա, պատերազմից մի քանի օր առաջ։ Եվ ինչ Թուրքիան խառնվեց, թե չխառնվեց, երբ որ մենք ասում ենք թուրքական կործանիչները գտնում են Գանջայի օդանավականում, հատուկ նշանակության ստորաբաժանումները գտնում են այդտեղ։ 20-30,000 աբեկիչ Թուրքիայով բերել են Ադրբեջան, մենք դա մասին ասում ենք, չէ՞ մենք գիտենք որ պատերազմ լինի, ով էր ճիշտ, մենք թե Լիլիթ Մակունցը, Փաշինյան Նիկոլը եւ մյուսները, ով էր ճիշտ։ Մենք էլ ենք ասում, Ալիևը ծրագիր ունի եւ դա լրջագույն սպառնալիք է։ Իդեպ ասեմ, մարդկության պատմության մեջ առաջին անգամ առանց զենքի պետության տարածք կա գրավել, մի քանի օր առաջ, հիմա զուգահեռում եմ, այն ինչ որ 300,000 Ալիև ասես տանկերով չեն գալու, այդ տանկերով ինչու գան մեքենաներով, երբ որ Լարիսա Ալավերդյանը տիկին ինձանից առաջ եթերում էր մի դիպուկ խոսք, ասեց աղոհացով ԿՊ-ն կդիմավորի, իհարկե աղոհացով ԿՊ-ն կդիմավորի։ Գալու են։ Օրինակ Լիլիթ Մակունցը իր ոչ ճիշտ լինելով խմբակցության նախագահ, պատերազմից մի քանի օր առաջ նման բան է ասում, պատասխանատվություն կրել է, պետական պաշտոնատար անձա, պատասխանատվություն կրել է այդ ստի համար, ապա տեղեկատվություն տալու, այդ թու նաև իշխանական մարմիններին, այդ թու նաև ազգային անվտանգության ծառայությանը, այդ թու նաև գլխավոր շտաբին եւ շտաբի աշխատողներին։ Ինքը 100%-անից բաներ ասում, Թուրքիան չկա, եթե կռիվ լինի, Թուրքիան ընդհանրապես չկա, հորս արև։ Հիմա օրինակ այդ ձեր ասած տիկինա օրիորդա չեմ ճանաչում, եթե սկսեց Ադրբեջանը գործընթացը գալու, այդ 300,000-ը մի դույլ չի, որ լսնեն ու բերեն, դա գործընթաց է։ Հիմա որ սկսեց գալ օրինակ այդ սույն օրիորդը կամ տիկինը պատասխանություն կրելու այրա, այդ մտքերի համար չի կրելու, չէ, իհարկե չի կրելու, բայց Լիլիթ Մակունցը կրեց, որ մի հատ էլ ինքը կրի։ Մենք նորից ենք ասում, մենք ոչ թե օդից բաներ ենք վերցնում, մենք ելնում ենք Ադրբեջանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության քայլերի եւ տրամաբանության եւ նպատակներից։ Ինչ է ուզում, ինչ են պատրաստվում անել։ Նորից եմ ասում, Սեուտա քաղաք, Իսպանիա, մի երկու օր առաջ տարածքա գրավել առանց զենքի։ Իհարկե այնտեղ մի քանի խնդիր էր նաեւ լուծվում, բայց շատ կարեւոր է։ Այսինքն հիմա կարելի է առանց զենքի փախստականների անվան տակ, որոնք պատրաստված են, ամենայն հավանականությամբ իսլամական պետության զինյալներ են, 21-ից 20-28 տարեկան ամրակազմ, բոլորի մոտ հեռախոսներով, կապի միջոցներով, 65-70,000 մտել են մի քաղաք, որը Իսպանիայի էքսկլավ է, նախկին Մարոկոյի տարածք, եւ այդ
Քաղաքը գրավել են 85000 բնակիչներն են եղել։ Եվ Իսպանիան իր ամբողջ ղեկավարությամբ, որը ոստիկանություն ունի, բանակ ունի, հատուկ ծառայություններ, պարալիզացվել են։ Չգիտեին ինչ անեն։ Ես ասում եմ, այդտեղ առնվազն 4 շահառու կա այդ օպերացիայի, բայց մեզ համար որն է կարևոր, որ տարածքը կարելի է գրավել, խաղաղ մեքենաներով, ոնց էր ասում Ալիևը, մեքենաներով են գալու։ Այս մարդիկ էլ ցամաքային ճանապարհ այդքան բարձր չէ, նաև նավակներով են եկել, լողալով են եկել։ Դեռ ցամաքային լիներ մեքենաներով կգային վստահաբար։ Հիմա իրականությունն այն է, որ Իսպանիա այդ քաղաքը գրաբաց է։ Հիմա զոհեր կան, 65 զոհ ա եղել, բախումներ կան եւ այլն եւ այլն։ Առաջին շահառուն կարծում գլոբալիստներն են, որոնք Եվրոպա լցնում են Աֆրիկայից ներգաղթյալներին։ Խառնել բնակչությունները այդ պետությունների տնտեսություններին հարված տալ եվրոպական նկատի ունեմ, որտեղ ներգաղթյալները հիմնականում իսլամ դավանող են, մահմեդական են, ապրում են գետոյացված իրենց օրենքներով եւ մեծ հաշվով հսկայականակ մեծ բարձր ծնելիության շնորհիվ կարճ ժամանակ հետո այդ պետության որտեղ որ ներխուժել են ժողովրդագրական վիճակ են փոխում։ Սա իրականությունն է։ Սա առաջինը գլոբալիստների, իսկ ով է ասում որ անպայման Իտալիա պետք է գան, կարող է սա նոր ճանապարհ է։ Աֆրիկայից Մարոկո, Մարոկոից Միջերկական ծովի ափով դեպի Իսպանիա եւ Իսպանիայից եվրոպական քաղաքներ։ Նոր ճանապարհ են գցում գլոբալիստները։ Երկրորդ շահառուն Միացյալ Նահանգներ, Իսրայել։ Ինչու։ Հիշենք, երբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չհայտարարված պատերազմի մեջ մտան Իրանի հետ, եվրոպական միակ երկրի ղեկավարը, որը կոշտ քննադատեց այդ գործողությունը, ոչ միայն օգնության ձեռք չմեկնեց ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակցին իդեմս Միացյալ Նահանգները, այլև խիստ քննադատեց այդ արարքը, դա Իսպանիան էր եւ նաեւ վարչապետը։ Ես կարծում եմ, որ այստեղ շահառու են նաեւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Սա պատասխաններ Իսպանիայի վարչապետի նման կեցվածքի։ Այսինքն ամեն արարք ստանում է համարժեք պատասխան։ Այն էլ Միացյալ Նահանգների, այն էլ Ամերիկայի պատմության ալֆա օմեգա հանդիսացող Դոնալդ Տրամփի համար։ Երրորդ շահառուն Մարոկոյի իշխանությունները, ինչ վատ է որ այդ տարածքը գրավեն, նախկինում Մարոկոյի տարածք է եղել։ Առավելից որ ավելի շուտ Մարոկոյին է կպած, քան Իսպանիային։ Շատ կարևոր ստրատեգիական տեղ է։ Բրիտանացիք էլ այդ տարածքի կողքը մեծ բազա ունեն Ջիբրալթարի մոտ։ Եվ չորրորդը իսլամական պետության զինյալները, որոնք իսլամ արմատականությունը այդ ձևով փորձում են նաև տեղափոխել Իսպանիա եւ Իսպանիայից եվրոպական այլ քաղաքներ։ Այնպես որ առնվազն 4 շահառու կա այդ օպերացիայի, բայց մեզ համար ինչն է, ասեմ ուսանելի, սովորելի, որ փորձենք հասկանալ ինչպես կարող է տեղի ունենալ այն 300,000-ը պատերազմ չէ լինելու իդեպ խաղաղություն բանակցությունները իրենց կետից սա Փաշինյանն էր ասում օրինակ սույն տիկինը կամ օրիորդը ասում է Փաշինյանը սխալվել է երբ որ ասում էր խաղաղություն բայց պատերազմ եղավ բանակցություններ էր վարում բայց պատերազմ եղավ 44 օրից հետո Արցախը կար բայց մեկ էլ հանձնվեց 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո եւ հետեաբար երբ Ալիևը ասում է մեքենաներով են գալու այո մեքենաներով են գալու օրինակ ինձ հետաքրքիր է մի 50,000 որ ադրբեջանցի իբր այստեղ նախկինում բնակված եւ նրանց զավակներ իրականում բանտերից դուրս բեկած զեկեր հանցագործ աշխարհ հատուկ ծառայությունների աշխատակիցներ այդ թվում նաեւ իքական սեր Իգրիդե բիկական սեր կարող են բանտից դուրս գալ եւ նաեւ հատուկ ծառայությունների աշխատողներ լինել։ Հետաքրքիր դրանք որ գան, մտնեն փորձեն Հայաստանի սահման մի 3-4 ուղությամբ։ Օրինակ Փաշինյանը ի՞նչ է անելու, ոնց է խոչընդոտելու, իհարկե ոչինչ չի կարող, չել կրակի։ Իդեպ նման խոչընդոտ կամ արգել կար նաեւ Իսպանիայի իշխանությունը, որովհետեւ նրանք կարող են այդ առաջին հոսքը զենքի ուժով լրացնել, կարծում եմ շարունակություն չլինի։ Բայց խաղի կանոններ կա գրված եւ այդ խաղի կանոններով Իսպանիայի բանակ այդտեղ չէր ոստիկանությունը կրակելու հրաման չուներ եւ 60,000 լցվեցին իսպանական Սեյուտա քաղաք։ Հիմա օրինակ եթե Տաուշի կողմից, Վարդենիսի կողմից, Սյունիքի կողմից, Եղեգնաձորի կողմից օրինակ ադրբեջանցիները որ գան
ասենք ամեն կողմից մի 10,000 մարդ, մի 50-60,000 մտնեն ինչ-որ այն տարածքները, որ նախկինում իրենց բնակավայրն են, իրենց գյուղերն են եղել։ Կոմպակտ ապրել են այո ադրբեջանցիների։ Օրինակ ինչ անելու Հայաստանի իշխանությունը։ Երևի այսպես բանը շտապօգնության շչակա միացնելու, ոնց որ հիմա մենք լսում ենք դրսից։ Ժողովուրդ ասելու ադրբեջանցիներ եկան, բա ու չենք սպանելու, հո բանակ չենք անելու, վերջնաշով տեղը ապրել են, չէ իրենք։ Գերեզմաններ են ունեցել, տներ են ունեցել։ Չէ, այդպես չի։ Կարծում եմ այդ օրը այդքան էլ հեռու չի։ Եթե այս իշխանություններն են վստահաբար չեն կարող գործնականում խոչընդոտել ադրբեջանցիների ավտոմեքենարով խաղաղ երթը դեպի Հայաստանի Հանրապետություն, բայց բնակվելու իմաստով։ Այդ մարդիկ հո չեն գալիս ասում մերն են։ Կամ այդ միգրանտները 60,000 Մարոկոից որ եկան ու չասեն այդ տարածքը Մարոկոյի տարածք, ասեն եկանք մենք ուզում ենք այդտեղ ապրենք։ Հետո պարզի այդ տարածքը այդ քաղաքը կարող է վաղ չեմիսօրը ինքնորոշվի դուրս գա Իսպանիայի կազմից։ Հնարավոր է, հնարավոր է։ Օրինակ տարածքներ կան, որտեղ ադրբեջանցիները որ կարող են գալ, ասենք կարող են ինքնորոշվել, չէ իրանք այդպես խնդիր չեն դրել, իրենք խնդիր են դրել ամբողջ Հայաստանում լցվել։ Կտոր չեն տալու, եղած ամբողջ Հայաստանն է մի հատ կտոր, էլի։ Իսպանիայի նման մեծ տարածք չի, որ կտոր նվաճեն։ Կգան կլցվեն, հետո էլ կասեն ժողովրդի մի մասը դուրս կգա, որտեղ թուրքերը չի ուզենա ապրին։ Ովքեր դիմադրում են մեծ մասը բանտերում կհայտնվեն եւ հետո մի կես միլիոն, մի միլիոն ադրբեջանցի կգա Հայաստան։ Ինչպես Լիլիթ Մակունցը պատժվեց իր ստախոսության ապատեղեկատվության համար պատերազմից մի քանի օր առաջ, այնպես էլ Սույն Տիկինը կամ օրիորդը կարող է պատժվել, այնպես որ ավելի լավ է լռեն, քան խոսեն։ Հիշեցիք, տեսակ Միացյալ Նահանգների որպես դեպքստան վերադարձավ ու գնաց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, սա ինչ ցույց է։ Աշխատանքի բարձրացում, աշխատակազմի ղեկավարը սովորաբար ավտորիտար ռեժիմներում ստատուսով երկրորդ անձնավորությունն է։ Նորից եմ կրկնում, աշխատակազմի ղեկավարը օրինակ նախագահական կամ կիսանախագահական կառավարում է։ Այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավարը իր ազդեցությամբ նախագահից հետո երկրորդն է հանրապետությունում։ Իդեպ մենք այդպիսի պրակտիկա նախորդ նախագահների ժամանակ այս կամ այն չափով ունեցել ենք։ Հիմա նույնն էլ էստեղ, իհարկե, պաշտոնի բարձրացում է։ Լիլիթ Մակունցը դառնալու է ստվերային իրական ղեկավար Հայաստանի։ Երևացողը խոսողը դառնում է Փաշինյան Նիկոլը, իսկ ստվերայինը Լիլիթ Մակունցը, օգտագործելով իհարկե ԱՄՆ-ում ձեռք բերած իր բոլոր կապերը։ Եթե միայն կապեր են դրանք։ Այդպես։ Պարոն Ապեցյան, առաջին ունեցել ձեզ հետ խոսելու, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ։ Տեսանք երկու երկրների տարածած հաղորդակցությունը դրամատիզորեն շատ տարբեր էին։ Ըստ էության ռուսական կողմը շարունակում է, այսպես ասենք, իր գիծը, այն է, որ գուցե գալիս ԵԱՏՄ-ից եւ մտնում է Եվրոպական միություն, դե հանրաքվե անցկացրեք։ Խնդրեմ հեռախոսազրույցը եւ դրա հետևանքներն ու կամ դրա հաջորդող իրողությունները ինչպես կմեկնաբանեք։ Դրա մասին շատ է խոսվել, հիմա ես ինչ նորություն ասեմ, նորություն չկա։ Ռուսաստանը ասում է, ես անուղղակի ասում, ես պատերազմում եմ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Պատերազմ է, չէ՞։ Ընդ որում Եվրամիությունը պատրաստում է նաեւ Ռուսաստանի դեմ մոտ ժամանակներս բաց ուղղակի ամիջական կոնտակտային պատերազմի։ Հիմա այդ պատերազմի ժամանակ Ռուսաստանը փորձում է ճշգրտումներ մտցնել։ Օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքից ինքը ինչ է օգնություն է ստանալու այդ մեծ պատերազմի ժամանակ, թե հարված։ Բայց իր համար կարևոր չի։ Օրինակ խորհրդային տարիներին այս տարածքում թուրքական մի քանի տասնյակ դիվիզիաներ էին եկել Արաքսիան կողմը Հայաստանի եւ Վրաստանի դեմ խորհրդային։ Եվ Թուրքիան սպասում էր, եթե խորհրդային բանակը Ստալինգրադի ճակատամարտում պարտվում էր, ապա այդ ժամանակ թուրքական բանակը մտնում էր, անցնում էր Արաքսը եւ մտնում էր խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Վրաստանի տարածք։ Սա քաղաքականությունն է։ Հիմա Ռուսաստանի դաշնության համար խնդիրը այդ Եվրամիություն կամ ԵԱՏՄ չի է,
տնտեսականը չի, Ռուսաստանը պատրաստում է մեծ պատերազմի, ինքը ուզում է ճշտել իր հարավային դարպասները կամ իր հարավային սահմանները որտեղ են, Ռոստով քաղաքի մոտ է, ենթադրենք, թե Գյումրի քաղաքի մոտ է, սա է ուզում ճշտել, որտեղ այդ մեծ պատերազմի ժամանակ եթե Գյումրիի մոտ է, ինքը վստահաբար գիտի, որ Հայաստանի Հանրապետությունը իր դաշնակիցն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես այդ քաղաքացիների պապերը քաջաբար կռվել են, նացիզմին ծնկի են բերել, Ռայխստագի պատերի տակ հաղթանակից հետո քոչարի են ապրել, հիմա նույնն է լինելու թե չէ։ Թե կոլաբորանտ է լինելու։ Ռուսների համար, Ռուսաստանի ղեկավարության համար սա է կարևոր։ Եվ ըստ այդմ որոշվելու է Հայաստանը հիմա Ռուսաստանի թշնամի պետություն է թե բարեկամ։ Ռուսաստանը դա է ուզում, որ ասում է Եվրամիություն, Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հետ հարաբերությունում շահ չունի, Հայաստանը շահ ունի։ Ռուսաստանը ուզում է ճշտել իր հարավային ուղղության սահմանը որտեղով անցնելու։ Նորից եմ կրկնում, Գյումրի քաղաքով թե Ռոստով քաղաքով։ Սա է։ Եվ Ռուսաստանի ղեկավարությունը առանց սեթևեթանքի միանշանակ ոչ երկիմաց կերպով ասում է, արեք հանրակրվեք։ Նիկոլները ասում է, երբ կուզենք կանենք։ Այդ ճորրոմ խոսալը առանձնապես ուժի ցուցադրություն չի։ Ես չեմ ուզում զուգահեռել, հաշվի առնելով իմ խիստ դրական վերաբերմունքը մեր ամենա երկարակյաց կուսակցության հայ հեղափոխական դաշնակցությանը, բայց 20 թվականի պատմությունը կա, չէ՞։ Այնպես խոսում են, հետո ինչպես ասում են, փողերը առան ու հայդա Փարիզ։ Հիմա ինչ է լինելու։ Վերջում փողերը առնելու են հայդա Լոնդոն ու Վաշինգտոն։ Թեև մի պայստային օդանավականն էլ ունեն Փարիզը։ Կամ է Ստամբուլը, ինչ իմանաս։ Նորից եմ կրկնում, այսօր Ռուսաստանը գոյութենական պատերազմի մեջ է, հաղթական պատերազմի մեջ է։ Առնվազն տգետ բանականությունը կորցրած կամ հիմար պետք է լինես, որ այդ ամեն ինչ չտեսես։ Ինքնախաբեությունը դեռևս իրականությունը փոխելու միջոց չի։ Այն որ Ուկրաինայում ասում են Ուկրաինան հաղթում է, Ուկրաինայի երկինքը արդեն շուտով կլինի 1 ամիս ամբողջովին բաց է։ Ռուսաստանը որ թիրախին ոնց ուզում խփում է։ Օդեսան փակեց, Նիկոլայևը փակեց, այդ երկու մարզերի բոլոր նավահանգիստները փակված են։ Փաստացի, սա իրականությունը։ Ինչպես ասում էր ժամանակին երջանկահիշատակ Ժիրնովսկին, Ուկրաինայի արևմտյան որոշ շրջաններ 5 շրջան անցնելու են Լեհաստանին, Ռումինիային, Հունգարիային մնացածը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ուկրաինան շարունակի պատերազմը։ Եվ այդ մարդը սկզբունքորեն ճիշտ էր ասում, եւ ճիշտ է ասում։ Այս պատերազմը եթե ոմանց թվում է որ Ռուսաստանին թույլատնում է, խիստ սխալվում են։ Ավելին Ռուսաստանում իշխանության են գալու ազգային ուժերը, հայնասիրական ուժերը։ Ոչ 90-ականներին հավաքագրված են մարդիկ, 90-ականներին, 2000-ականներին արևմուտքում կրթություն ստացած, հավաքագրված եւ այդ եկած։ Ռուսաստանը այսօր Ռուսաստանի ղեկավարությունը շատ կարևոր ստրատեգիական խնդիր է լուծում։ Այդ խնդրի անունն է նոր էլիտա ստեղծել, այդ էլիտան ստեղծում է։ Եվ եթե մենք հասկանանք, որ աշխարհի բազմաբևեռ աշխարհը դե ֆակտո կայացել է, ընդհանրապես դե յուրե ժամանակի խնդիր է։ Մենք դի նայենք որտեղ ենք։ Այդպես սխալ որոշում կայացեցինք 1920 թվականին։ Երբ Մուստաֆա Քեմալը կամ Քեմալ Աթաթուրքը ճիշտ կողմնորոշվեց, մի օրվա մեջ Թուրքիայում կոմունիստական կուսակցություն սարքեց, 1919-ին էլ Ղարախանն էր եկել այստեղ Հայաստանի հսկայական 2-3 անգամ ավելի տարածք էր տալիս Հայաստանին։ Ոսե Հայաստանը բոլշևիկյան Ռուսաստանի դեմ գործիք չլինի։ Բայց բրիտանացիք էին տեր ու տնօրինություն անում այստեղ։ Բոլորը Անտանտայից թռնում են, Հայաստանը վերջին պետություններից մեկն էր, որ Անտանտայի կազմի մեջ էր եւ կրեց պարտություն, փաստացի Թուրքիայից, մի պետությունից, որը Ռուսաստանը ստացավ զենք, զինամթերք եւ այլն։ Որտեւ Քեմալ Աթաթուրքը այդքան հասկանում էր։ Ցավոք սրտի կարող է դաշնակցական կառավարություն հասկանում էր, բայց ձեռներ ճար չկա, որտեւ բրիտանացիք են այստեղ իրականում կառավարում։ Մի 3 անձ կար լուրջ հասկացող կամային որակներով, չգիտես ինչու այդ 3 անձինք 1.5 տարվա մեջ մահացան։ Զբաղեցնելով բավականին բարձր պաշտոններ Ստեփան Շահումյան,
Ռոստոմ եւ Արամ Մանուկյան։ Այդ երեքի մոտեցումները նույնական են Ռուսաստանի, ցավոք սրտի մահացան։ Տարբեր պատճառներով։ Մեկին հրապարակա բրիտանացի գնդակարեցին, մյուսը չգիտեմ ոնց, մյուսը հիվանդությունից եւ այլն։ Հիմա նույն վիճակն է, նույն ժամանակներն են։ Բայց Փաշինյանը ասաց, եթե ԵԱՏՄ-ն այս հարցին լուծում չտա, սա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այդ ճորոմ խոսալը խելքի ուժի նշան չի, ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Տեսեք ինչ գնահատականներ է տալիս, ինչ ճարտար խոսածուղ է։ Սենց ճարտար խոսելով Արցախ կորցրեց։ Հետո էլ կռուտի տարեց, Արցախը մեր համար բեռ էր։ Սխալվել ենք, այն ժամանակ չէինք հասկանում, թոք էր մեր վզին Արցախը։ Չէ որ հաղթեիր, կբարձրանայր երկին, կասեիր ես Տիգրան Մեծից ավելին եմ արել։ Պարտվել ես, դե համար բեռ էր։ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Դու պատկերացնում ես քաղաքագիտական մտքի ինչպիսի թռիչքներ ունի Փաշինյանը։ Հուզվել կարելի է։ Ոնց որ իր զրոյական կետից սկսեց ունեցել ԵԱՏՄ-ի վերջն է, հա, գուժում։ Ինքը թող գուժի Եվրամիության վերջը, ՆԱՏՕ-ի վերջը։ Այդ դրանց ավարտի մասին թող խոսի։ Եթե իսկապես մասնագետ է գնահատող։ Թեև այդ մասնագիտությունը որտեղ է ձեռք բերել, հետաքրքիր է։ Թերթում խմբագիր լինելուց, թե բուհը ոչ մասնագիտական քաղաքագիտությանը տաղեր չունեցող ֆակուլտետ այդպես էլ չավարտելով։ Կրթություն որտեղ է ստացել, որտեղ է աշխատել, ինչ արդյունքներ է ցույց տվել, հո ասելով չի։ Ասում դուք էլ ասեք էլի, ինչ ա եղել որ։ Այդպես, այնպես որ իր ասած իրականությունից բավական հեռու է։ ԵԱՏՄ-ի վերջը կլինի։ Շարունակում են, հա, այս սահմանափակումները, սա դեռ ինչքան կշարունակվի, պարոն Նահապետյան։ Ինչ սահմանափակում։ Ապրանքատեսակների արտահանումը Ռուսաստանի Դաշնություն, սա դեռ որքան կշարունակվի եւ ի վերջո տնտեսությունը հասցրել են կոլապսի։ Այդ տնտեսության խնդիրն է։ Մարիամ։ Իրենք տեսեք, 175 միլիոն դրամ օգոստոսին Բաղչապեստ է լինելու Սևանում, դրան է տրամադրում Պաուստային ֆոնդից։ Ճիշտ են անում։ Ճիշտ են անում, բյուջեն իրենցն է, իրենց սեփականն է։ Հավաքական արևմուտքը Եվրամիությունն ՆԱՏՕ-ն ասել է Փաշինյան այդ քո բյուջեն է, այդ էլ քո տարածքն է, այդ 3 միլիոն մարդ էլ քո հպատակներն են։ Դու էլ մեր հպատակն ես, ինչ ուզում ես արա։ Մեր ուզածը Հայաստանում կատարի, ներսում ինչ ուզում ես արա։ Բյուջե, օրենք, դե բարև ձեզ։ Բայց գումարը ոնց ուզում ծախսում, ասում է տնտեսությունը կոլապսի առաջ է, այդ տնտեսության խնդիրն է, Մարիամ, ոչ Փաշինյան Նիկոլի։ Փաշինյան Նիկոլը ընդամենը 5-6 անգամ կարա իր անձին սպասարկող ծառայությունների գումարը ավելացնի։ Ես ես վերջերս նայեցի մի թիվ էր, մի 700 միլիոն այս 8 տարվա մեջ գումար է ծախսել։ Պատկերացնում եք $1 միլիարդ մոտավորապես մարդը գումար է ծախսում իր անձի հետ կապված։ Բյուջեն ումն է, պետությանն է, ժողովրդինն է, թե Փաշինյան Նիկոլինն է։ Իհարկե Փաշինյան Նիկոլինն է։ Այդպես, այնպես որ գյուղացին վատ կապրի, քաղաքացին կմրսի, մարդը աշխատանք չի ունենա, գաղթականի ցուպը կվերցնեն ու կգնան, այդ Փաշինյանի խնդրը չի։ Աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ոչ թե Փաշինյանի։ Այնպես որ այդ մարդիկ մի օր այդ ուղեղով տիգան ճիշտ եզրահանգման, որ այս երկիրը Փաշինյանը հորտնից չի բերել, ոչ էլ մեր ժողովրդին։ Այնպես որ իրերին պետք է տալ իրենց անունները եւ իրավիճակը ճիշտ գնահատել, եթե ճիշտ չեք գնահատում, մտածում ենք, որ Փաշինյանը օրենք խախտեց, սահմանադրություն խախտեց, սահմանադրական օրենք խախտեց, մի ամբողջ խմբակցություն, մի ամբողջ կուսակցությունից 5 ձայն խլեց, մարդիկ բանտերում են, ինչ է եղել։ Մարդը միապետ է, հասկանում եք դուք, միապետ, իսկ միապետին ամեն ինչ կարելի է, միապետն է որոշում, ով ապրի, ով չապրի, ով շնչի, ով չշնչի, այդ երկրում փողը ով ունենա, ով չունենա։ Միապետը որոշել է ստեղծել նոր օլիգարխիկ համակարգ, այդ օլիգարխները բոլորը իրենը պիտի լինեն, իր նշանակածը։ Նախկիններից նույնիսկ մի մասը, ովքեր այսօր իր հետ լոյալ են, այդպես բարի դրացական խիստ կոմերցիոն հարաբերությունների մեջ են, բոլորը ունեզրկվելու են, այդ թվում նաև այն մտերիմները, որոնց վերաբերյալ իհարկե առայժմ վատ բաներ չեն ասելու։ Հետո Փաշինյանը դան զոհաբերից ասել է ժողովուրդ, տեսեք, ես այնքան արդարամիտ եմ, նույնիսկ իմ հետ խիստ բարի դրացական հարաբերություն ունեցող մարդիկ, եթե օրենք են խախտել,
գողացած, հարկերից խուսափած միլիոններ ունեն, տասնյակ, հարյուրավոր միլիոն դոլարներ, միլիարդներ, բոլորը պետք է պետականացնել։ Եվ այդ մարդիկ էլ ինչպես ասում են, հայտնվելու են այնտեղ, որտեղ հիմա հայտնվում են ընդդիմադիր գործիչներ, այդ թվում նաև ունևոր եւ բիզնես իրականացնող։ Սա է միապետի եւ իր տերերի ցանկությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այնպես որ տնտեսության եւ քաղաքացու գյուղացու խնդրեմը իրենցն է, Փաշինյանին իրենց է։ Դուք շնորհակալություն հայտնեք, որ ասենք տարեկան իր անձի սպասարկման համար ծախսերը ասենք 500 միլիոն դոլար չի։ Շնորհակալություն հայտնեք, ասենք որ 100 միլիոն է կամ 200 միլիոն է։ Շնորհակալություն հայտնեք, բայց բան եմ ասում, կամ ասենք 1 միլիարդ դոլար չի։ Իր եւ իր շրջապատի ոյաժները։ Այս մարդը Հայաստանում ստեղծում է նոր օլիգարխիկ համակարգ, նոր թիմ, որը պիտի ստանա, այո, օրինակ ոչինչ չանելով $10,000 աշխատավարձ պիտի ստանա հայ փոստի տնօրենը, որը այտենց պատահմամբ ինչ որ падգամավորի տիկին է եւ այդպես իրեն ինքը սարքում է իր թիմը, իր հետ իրենից կախված փողով կախված թիմը։ Իհարկե որ վատ ժամանակներ կան, այդ թիմի բոլոր անդամները մնալու են Հայաստանում, Փաշինյանը մենակ է ճողոպրելու։ Այդ թիմի անդամները տեղը չեն բերում, ամենայն լրջությամբ։ Եվ տասնյակ երկրների օրինակներ կա։ Այդ ու նաև մեր Վրաստանի, օրինակ Սաակաշվիլին մի պահ հասցրեց ճողոպրել, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր Սաակաշվիլու հետ ապօրինություններ են արել տարիներ շարունակ, բոլորը սկսեցին պատասխան տալ իրար թաթիկները բռնելով դեպի դատարաններ եւ բանտեր, բոլորը անխտիր։ Բիձինա Իվանիշվիլին հիշողության կորստով չի տառապում։ Եվ այդպես շարունակ, այնպես որ Հայաստանում էլ կարող է գա մի օր, որ այս բոլորը իրար ձեռքը բռնած գնան դեպի դատարան։ Եվ վերջին հարց, մենք երկխոսություն ենք վարելու Իրանի հետ, դա տեղի ունենալու բանակցությունների ձևաչափով։ Դրանք կսկսվեն այսօր կեսօրին, հայտնել են Թրամփը։ Այս պատերազմը ինչ փուլում է ձեր գնահատում եւ ինչ զարգացումներ սպասվում։ Ասում եմ մի օր խաղաղություն, երկրորդ պատերազմ, 3 օր բանակցություն, 4 օր նորից պատերազմ։ Խնդիրը հետևյալն է, որ Միացյալ Նահանգները հասկացել է, այդ երկրի ղեկավարը հասկացել է, որ Իրանին հնարավոր չի հաղթել, Օրմուզի նեղուցը Իրանը ամենի սխալ քաղաքականության հետևանքով դարձեց սեփական նեղուց է դարձել։ Հուսիտներն էլ մյուս նեղուցն են Կարմիր ծովում սարքել սեփական։ Թրամփին էլ ընդհանրապես պետք է տալ մի հատ լավ փայտիկ։ Թքելով մանգա, որտեղ ինչպես ասում են, ունենալով բականի լուրջ աջակցություն եւ ԱՄՆ-ի էլիտայի, ազգային էլիտայի եւ ազգային դրամագլխի եւ ԱՄՆ քաղաքացիների այդ բոլորը դյուրին կերպով բարի տվեց։ Ընդամենը մի Վենեսուելայի նախագահ գողացավ, այդ երկիրը չկարողացավ մտնել, Կուբայի վրա առայժմ ատամներ ակրճտացնում բլոկադա։ Իրանը փորձում է ավերակ դարձնել, ինչպես Իսրայելը Լիբանանն ու Գազայի հատվածն է դարձրել համատարած հրթիռակոծություն, ռմբակոծություն, բայց փաստացի Իրանը Լիբանան եւ Գազա չի։ Նրանք ունեն հրթիռներ, ունեն անօթաչություններ եւ պատասխանը շատ արագ է լինում։ Այնպես որ ավելի լավ է Թրամփը մտածի, թե նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականի ճակատագիրը ինչ ալնում։ Իսկ նոյեմբերը այդքան էլ հեռու չի, 2 ամիս հետո նոյեմբերը չէ գալիս, 3 ամիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, 3 ամիս հետո։ Այդպես։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Ապետրյան, իրապես կանգնած եք լրջագույն սպառնալիքների առաջ, ներմստեղության սրանք նոր թափ են ուզում հաղորդել Վեհարանի, Վեհապար Հայրապետի, հայ առաքելական եկեղեցու դեմ հաշվի իրականացնելու նպատակով, Փաշինյանն էլ վերջերս գիտեք լեւի այդ Տարոն Չախոյանական ոճը, հա, իրանց բոլորին նույն ձև է, 3 Տարոն Չախոյան աչքին կարի լպի պահվածքով, վարչությանստից հետո Փաշինյանն էր խոսում, այն մասին, որ չի ճանաչում Գարեգին կաթողիկոս, խնդրեմ ինչ զարգացումներ կլինեն։ Դե իշխանությունները անելու են ինչ որ դրա մասին բարձրաձայնել են եւ նախընտրական ծրագրում կա։ Մնդիմությունն էլ պատրաստի, որպեսզի հակահարված տա, խանգարի խոչընդոտի թույլ չտա։ Ընդհանրապես այդքան բան։ Ընդդիմություն ունի մի լուրջ առավելություն, որը իշխանությունը չունի։ Ունի ժողովուրդ, հավատավոր նվիրյալ քրիստոնյաներ, տասնյակ հազարներով, 100,000-ներով, որոնք պատրաստական են, չեմ ասում հայությունը դրսի ամբողջովության, որովհետև դրսի հայության գոյությունը հայ մնալու առաջին եւ հիմնական երաշխիքը մեր եկեղեցու գոյությունն է։ Այնպես որ իշխանությունը պետք է վարչական եւ ոստիկանական ռեսուրսներ օգտագործի, ընդդիմությունը
մեր եկեղեցուն նվիրալ եւ հավատավոր զավակներին, քրիստոնյաներին, հայությանը դրսում եւ քրիստոնյա աշխարհին։ Ընդդիմությունը ունի շատ առավելություններ, այս ամեն ինչը վիժեցնելու համար, ընդհանրապես կազմակերպվել է պետք։ Խոսքս խորհրդանական ընդդիմության մասն է առաջին հերթին։ Այսքանը։ Շնորհակալ։ Ես շնորհակալ։